Սա ջավախքն է։ Նրա արևելյան մասում է Գանձան, շրջապատված Աբուլ, Քյորողլի և Թաց լեռներով։ Նրանցից մի քիչ վեր բազմած է կաթնակապույտ լիճը Փարվանան, որից սկիզբ է առնում Փարվանա գետակը, որ թափվում է քուռը։ Տեր Ղազարոսը Տերյանի ապուպապը հայտնի էր իր մեթավուրը մարդ լինելով, քարոզում էր եկեղեցում և պաշարով ու գումարով վերադառնում տուն։ Առատաձեռն էր, պճնասեր, դրա համար էլ միշտ աղքատ ապրեց և աղքատ էլ մեռավ։ Նրա որդի Գրիգորը հզոր ուժի տեր, քաջ ու համառ մարդ էր և շուտով տանուտեր դարձավ։ Նա ահազարհուր էր, բայց հյուրընկալ ու մարդասեր։ Արդեն մեծ ընտանիք ուներ, երբ քահանաուծվեց և քահանձարը մենակ կառուցեց եկեղեցի, Էշմիածնի մայր տաճարի նմանությամբ։ Չհասցրեց ավարտել, կուրացավ, նրան ու կնոջը թաղեցին անավարտ եկեղեցու փագում։ Գրիգորի որդին Սուքիասն էլ դարձավ այն մարդու հայրը, ով ստիպեց մեզ հասնել մինչև այստեղ։ Որդիներից Գրիգորը շարունակեց հոր կորուձը, ավարտին հասնելով եկեղեցին և քահանայություն անելով։ Հոր ճշմամբ ամուսնացավ հարևան գյուղի տիրացուի աղջկա Յուղաբերի հետ։ Մինչև ամուսնանալը փորձեց փախչել Եվրոպա գնալ, բայց ճանապարհին բռնեցին ու հետ բերեցին, 7 օր 7 գիշեր հարսանիք արին։ Պարզվեց Յուղաբերը ուսումնական կին էր, շատ քահանաներից խելացի և հաճախ երգում էր եկեղեցում։ Նա բազմաթիվ շնորհեր ուներ, բայց ամենամեծ շնորհը Վահանի մայրը լինելն էր։ Գրիգորի մահից հետո ունեցածը բաժանվեց որդիների մեջ, և Սուքիասին բաժին հասավ հին ջրաղացը, հոր պարտքերը և եկեղեցի ավարտելու առաքելությունը։ Նա 12 զավակ ունեցավ, 4-ը մահացան, մնացին 4 տղա ու 4 աղջիկ։ Տեր Սուքիասը հմուտ երկրագործերու կարդացող մարդ, կարդում էր գիտական և փիլիսոփայական գրքեր, որոնց ոչ ոք ձեռ տալ չէր համարձակվում։ 1875 թվականի փետրվարի 10-ին սահմանամարտիկ մի օր ծնվեց Վահան Տեր Գրիգորյանը, հանգիստ էր մանջը, մինչև 40-ը ուտում էր ու քնում։ Նա աննկատելի էր մեծանում, սև աչքերում միշտ մի տեսակ լրջություն կար, շարժումներն ալարկոտ էին, նստած տեղը կարող էր անշարժ մնալ այնքան, մինչև գային հանային թմբիրից։ Տան փոքրն էր ու ամենասիրվածը, առանձնապես մաքրասեր չէր, ու մայրը դրա համար նրան ճաղճպան էր անվանում։ Չնայած հանգստությանը շուտ էր բռնկվում, հետո արցունքները գլորվում էին աչքերից։ Վահանը վայելում էր ծնողների սերը, ընտանիքի լուությունն ու առատությունը։ Տրամադրությունն բարձրանում էր, երբ իրեն հաճելի մարդիկ էին հյուր գալիս։ Նրանցից մեկը մոր ընկերուհին, Շաքարն էր, որ նրան բազմաթիվ պատմություններ էր պատմում կախարդ պահռավների, փերիների, հազարամբլբուլների մասին։ Տանը Վահանին Վանո էին ասում։ Մայրը հետը կատակներ էր անում, հայրը խաղում։ Տգիտության ու սնոտիապաշտության միջավայրում Սուքիասը փորձում էր կածան բացել դեպի գիտությունն ու գրականությունը։ Այն ինքը չկարողացավ անել, ուզում էր, որ իր որդիներն անեն։ Ասում էր տղուն ուսում տալու համար պետք է աչքերդ փակես ու փողը բռով շաղ տաս, կամ կերտակը կորչի, կամ կերտակը բերե։ Վերջին շապիկս կծախեմ, որ դուս կրթության կուտամ։ Դեռ 1890 թվականին Տեր Սուքիասը դիմել էր Մոսկվայի Լազարյան ճեմարան, 5-ամյա որդուն որպես որդեգիր հերթագրելու խնդրանքով։ Նա խնդրում էր Վահանին ընդունել որպես Լազարյան եղբայրների անվան թոշակառու։ 1891 թվականին նրան պատասխանում են, որ այդ ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է։ Այդ տարվանից Վահանը սովորեց գյուղի դպրոցում, որպես սիրող, քանի որ դեռ փոքր էր։ 895 թվականին Տեր Սուքիասը դարձյալ դիմում է Լազարյանի տնօրենին նույն հարցով, և Վահանը սկսում է սովորել աղալքալաքի քաղաքային դպրոցում։ Գյուղից եկածներին այստեղ չէին սիրում, և Վահանը մենակ մնաց։ Գալով արձակուրդ նա այլևս չուզեց վերադառնալ քաղաք։ Հայրն ամեն ինչ արել էր, որ մեծ որդիները լավ կրթություն ստանային և լավ աշխատանք ունենային։ Հիմա հերթը Վահանինն էր։ Հայրը նրան տանում է Ներսիսյան դպրոց նախապատրաստվելու։ Այնտեղ ևս Տերյանը մենակ էր, նրան մեծ քաղաքը չէր ծկում, և 1899 թվականին Մոսկվայից ստացվեց ցանկալի լուրը. Վահանին կանչեցին Լազարյանի համար քննություն տալու։ Ճանապարհելիս լալիս էին բոլորը։ Վերջին պահին մայրը խնդրեց իր համար հավլբան երգել։ Վանիկի մեջ անփաստատելի զգացում էր, ու ինքն էլ չէր հասկանում, դա լաց է թե ուրախություն։ Իր ընկերներից շատերը կուզեին իր ճակատագրին արժանանալ, բայց նա դեռ չբաժանված կարոտել էր մորն ու քույրերին։ 1899 թվականի օգոստոսի 14-ին նրան ընդունեցին ճեմարանի 3-րդ դասարան, հրաժեշտ տալիս հայրը որդուն գրկեց և իր և Յուղաբերի կողմից։ Թեև շուրջ բոլորը եռուզեռ էր, բոլորը համակված էին ազգային ազատագրական պայքարով, բայց Տերյանը քաշված էր մի կողմ ու լուռ կարոտում էր հայ իրենի գյուղն ու տունը։ Աբովյանը, Դուրյանը, Աղասյանն ու Պրոշյանը նրա սեղանի գրքերն էին։ Հոկտեմբերյան մի օր Վահանին հասավ մոր մահվան լուրը, ու նրա համար կյանքը կորցրեց իր գույները։ Նա զգաց, թե ինչպես որբության ծանր ստվերը իջավ իր ուսերին ու ծանրացավ։ Անցնում էր ժամանակը, բայց վերքը չէր սպիանում։ Ի վերջո ծնվեց կարծես թե բանաստեղծությունը։ 1904 թվականի մարտին
Տերյանը առաջին անգամ հանդիպեց Ավետիք Իսահակյանին։ Որոշ ժամանակ անց սկսեցին ցարական կառավարության բռնաճնշումները, եւ ինչքան ավելանում էին դրանք, այնքան արագանում էր պայքարը։ Ճեմարանում ստեղծվեց աշակերտական միություն, որի անդամներն էին Վահանը, Պողոս Մակինթյանը, Ալեքսանդր Միասնիկյանը։ Հրատարակեցին իրենց ամսագիրը։ Ամբողջ մամուլը ողողված էր լուրերով, որ ցարական կառավարությունը հրահրում էր հայ-ադրբեջանական բախումներ։ Ճեմարանում խռովությունը սկսեցին եւ փորձեցին դա վերագրել հայերին։ Նույն ժամանակ տնից լուրեր եկան, որ եղբայրն ու քույրը ծանր հիվանդ են։ Տուն վերադառնալով 1905 թվականին հայրական տանը դարձյալ հանդիպում է Իսահակյանին, բայց այս անգամ նա ավելի ազատ էր իր զրույցների մեջ։ Այստեղ էլ Վահանը ասում է, որ Թումանյանից ու Իսահակյանից հետո կամ պիտի նոր լրիվ նոր երգ ասել կամ լռել։ Ժամանակ անց Վահանի ընկերներից մեկը Իսահակյանին ասում է, թե Վահանը գրում է։ Նա վերցնում է ու կարդում. «Արյուն», զարմանում է, թե ինչու արյուն։ Ընկերը ծիծաղում եւ ասում է, որ հակառակ կարդա, եւ ստացվում է նույրա։ Սրանք Իսահակյանը չի հավանում։ Հետո Տերյանին ճանապարհը տանում է դեպի Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, ռուսաց լեզու եւ գրականություն բաժին։ Որոշ ժամանակ անց նրան գիշերով ձերբակալում են։ Դուրս գալուց հետո կյանքը դարձել էր գորշ օրերի մի երկար շարան։ Հեղափոխությունը ճնշվել, դաժանորեն ամենուր խուզարկություններ էին։ 4 կողմը լրտեսներ էին ու գաղտնի գործակալներ։ Այս քառ ու ծանր ժամանակներում ընկերները հորդորում էին ստիպում, որ հրատարակի առաջի գիրք, դա գրողի մեծագույն երազանքն է, բայց որտեղից այդքան միջոցներ։ Այդ հարցով նրան կարող էր օգնել միայն Ծատուրյանը, որը մտերիմ էր մեծահարուստ Մովսես Սահակբեկյանին եւ կարող էր համոզել, որ թոշակը մեկից տան։ Համալսարան չէր գնում, դասախոսություններով չէր հետաքրքրվում, սկսեց ֆրանսերեն սովորել, բայց կիսատ թողեց, որոշեց վեպ գրել հայկական իրականության մասին։ Այս ընթացքում Վահանը մտքերի հետ էր, մտածում էր սոցիալիզմի մասին, որն իր կարծիքով հավասարություն էր բերելու եւ վեր էր անգամ հարազատությունից։ Նա մտածում էր, թե մարդու ամենաանտանելի վիճակը մենակությունն է, որը բնորոշ է կապիտալիզմին, իսկ սոցիալիզմը մտերմության, եղբայրության ամենաբարձր ձևն է, եւ որ մարդուն հարազատից առաջ ընկեր է պետք։ Նոր կյանք պարբերականին ուղարկեց անջատման երգ եւ հրաժեշտի խոսքերից բանաստեղծությունները։ 1908-ին եկան Թիֆլիս հրատարակելու գիրկը, հազիվ փող հավաքեց, տվեց կանխավճար։ Այստեղ էր, որ նորից հանդիպեց Թումանյանին, որ նրան անվանում էր իսկական բանաստեղծ։ Իսահակյանն էլ շատ բարձր է գնահատում, ասելով, թե դրանք հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ։ Իսկական քննարկությունը սա է, մաքուր լիրիկա։ Շուտով պիտի գիրկը հասներ ընթերցողին, եւ Տերյանն այն վերնագրել է մտնշաղի անուրջներ։ Նա հայ գրականություն բերեց մի նոր սկզբնակետ՝ սիմվոլիզմը։ Գիրքը հասավ ընթերցողին, արժանացավ արտաքին ընդունելության եւ ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Երկրպագուներին թիվ չկար, ամենուր արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները, սկսվել էր տերյանական շրջան, տերյանական էպոխա, օդելիքն էր Տերյանով։ Սորյանը այս գրքի համար գրեց, թե սա այն դեպքն է, երբ մարդը մի օր զարթնում է հայտնի դարձած։ Սիրահարներն իրենց սերը Տերյանով էին խոստովանում։ Տարիներ հետո Չարենցը պիտի գրեր, չլիներ Տերյանը, չի լինի նաև ես։ Տերյանը Մոսկվայում պատահական հանդիպում է մի օրորտի, հետո իմանում, որ այդ օրորտը ոչ միայն հայուհի է, այլ իր ընկերոջ Դավիթ Միսկայարյանի քույր Անթարամը։ Նրանց միջև սկսվեց մտերմություն և ներքին կապ։ Նա իր բոլոր զգացողությունները կիսում էր Անթարամի Անտիայի հետ։ Քանի որ աղջիկը գիտեր լսել և հասկանալ, նրանց նամակագրությունը պարբերաբար էր ու շարունակվում էր մինչև կյանքի վերջ։ Անթարամը նշանվում է Վլադիմիր Մորոզովի հետ, մեծ ցավ պատճառելով Վահանին։ Անցավ որոշ ժամանակ ու մի օր, երբ Վահանը մենակ էր ու գրականությամբ տարված, նրան այցելեց Սուսաննա Պախալյանը, առաջարկելով թեյ խմել ու զբոսանքի գնալ։ Նրանց հանդիպումները դառնում են շարունակական, եւ ի վերջո նրանք որոշում են ամուսնանալ։ Սուսաննան տիրապետում էր տղամարդկանց նվաճելու, իր կողմը գրավելու բարդ արվեստի նրբություններին։ Սուսաննան հետևում է Տերյանի օրեստորե աճող համբավին։ Վահանը դարձել էր համընդհանուր սիրո նշանակետ։ Հենց այս ժամանակ էր, որ Վահանը նամակ գրեց Սուսաննայի մորը, հայտնելով իրենց ամուսնության մասին։ Նրանց հարսանիքը համեստ էր, ընդամենը 15 ընկեր էր ներկա։ Դա 1911 թվականի փետրվարի 18-ին էր։ Տերյանը դեռ շարունակում էր նամակագրությունը Անթարամի հետ, որով անհանգստացնում էր Սուսաննային։ Այս ժամանակ էր, որ Վահանն ու Սուսաննան մեկնեցին Սրավապոլ, Սուսաննայի ծնողների մոտ։
Վահանը ներքին կռիվ ուներ ինքն իր հետ, չէր հասկանում, թե ինչու չի կարողանում սիրտը բացել Սուսաննայի մոտ, ինչու է միտքը ձգում դեպի Անթառամը և ինչու որոշեց ամուսնանալ ոչ թե Անթառամի, այլ Սուսաննայի հետ։ 1912 թվականին տպագրվեց Տերյանի «Բանաստեղծությունները» գիրքը, որը ավարտվում էր վերադարձ բանաստեղծությամբ։ Այն ուներ երերկ շարք՝ «Մոտնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ»։ Գիրքը ձևավորել էր Մարտիրոս Սարյանը։ Երկրպագուները գիրքը մեծ ջերմությամբ ընդունեցին։ Վահանն այստեղ հիվանդացավ, իսկ կինը քրոջ հետ մեկնեց Ժելեզնովոցկ։ Անընդհատ թարգմանություններ էր անում, գրում հոդվածներ, տպագրում, բայց ֆինանսական վիճակը այդպես էլ չէր կարգավորվում։ Այս ընթացքում նրանցից հեռանում է ընկերների Սոնիկը, թշնամանալով բոլորի հետ ու մեղադրելով իրեն չօգնելու համար։ Այստեղ է, որ Վահանը անդրադառնում է այն բանին, որ չի կարելի միշտ դիմացինինից պահանջել։ Մարդուն խնդիրներով ձանձրացնելը թեկուզ չգիտակցված նա համարում էր եսասիրություն։ Տաղծում եմ ճիշտ է, բայց այնպես լուսավոր, այնքան քիչ են մեր մեջ այդպիսի լուսավոր հետք թողնող մարդիկ։ Տերանական ամբոխն շարունակվում էր։ Երիտասարդները արտասանում էին Տերյան, քննարկում, դրանցով զարդարում իրենց սիրային նամակները։ Սուսաննան այս ընթացքում հիվանդանում է թոքերի բորբոքումով և վախենում է, որ այն կվերածվի թոքախտի։ Տերյանը տալիս է համալսարանի ավարտական քննությունները, բայց հրաժարվում է պետական քննություններից և մեկնում է Սանկտ Պետերբուրգ, հետը տանելով Նիկողաուս Մարի միջնորդագիրը, Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետ ընդունվելու համար։ Նրան ընդունում են։ Անթառամի հետ նամակագրությունը շարունակվում էր։ Նրան նամակ գրելիս Տերյանը թեթևանում էր, մոռանում քաղց, վիրավորանք, ամեն դժվարություն։ Հայ գրողների ընկերության հերթական 20-րդ երեկույթը նվիրված էր Տերյանին, և զեկուցող Վարդգես Ահարոնյանը անհիմն մեղադրում է Տերյանին, որ նա զուրկ է տեղայնությունից և հարազատ չէ մեզ։ Թումանյանը պաշտպանում է Տերյանին, ասելով, որ թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։ Այս ընթացքում էր, որ Սուսաննան վերադարձավ, արդեն բավականին կազդուրված և գիրացած, բայց ինքնամփոփ ու մտախոհ, ամեն ինչից ներվայնանում էր։ Նա դարձել էր ավելի իրավաշտ, քիչ երազող, ավելի գործնական։ Վահանի ընկերների մեջ անախորժություններ էին ծագել։ Վահանը չէր երկնչում ընկերների սխալը ճակատին ասել, և դա էր համարում ընկերությունը։ Սուսաննան շարունակում էր ներամփոփ մնալ, չէր ուզում խանգարել ամուսնուն։ Նրա համար Տերյանը սովորական մահկանացու չէր։ Այս ընթացքում էր, որ մահացավ հայրը և ծնվեց նրա աղոթք բանաստեղծությունը։ Նա որոշեց անպատճառ գյուղ գնալ։ 1914 թվականի հունիսի 10-ին Տերյանն ու Սուսաննան գանձա են գալիս և մնում 3 շաբաթ։ Այս ամբողջ ընթացքում Տերյանը իր մանկական հիշողությունների հետ էր։ Սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը, և Վահանը հասկանում էր, որ այստեղ ամենաշատը տուժելու են փոքր ազգերը։ Նրան սարսափեցեց հատկապես այն, որ Թուրքիան մտավ պատերազմի մեջ։ Նա վստահ էր, որ արյուն կհոսի, անմեղ ժողովրդի արյուն։ Տերյանը մերժում է զուտ ազգասիրական ճառեր արտասանող, սակայն իրականում հայրենիքի սահմաններից դուրս և նրա համար ոչինչ չանող հայ բուրժուազիային, որը նույնիսկ հայոց լեզուն է մոռացել։ Նա վստահ էր, որ չպետք է մեզ կերակրենք ցուլի հոգեբանությամբ, հույսերս տնենք լոկ արտաքին հրաշքի վրա, չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի նյութական ձեռք մեզ ազգ դարձնի։ Հույսերս պետք է ոչ թե նյութական Հայաստանի վրա, այլ հոգևոր, իսկ այդ հոգևոր հայրենիքը ևս ապրված մի երկիր է, և դրան կանգնեցնելու համար սեր, ազնվորություն ու ոգևորություն է պետք։ Տերյանն անհանգստանում էր, որ օտարները մեզ ավելի լավ են վերաբերվում, քան ինքներս մեզ, որ մենք պատրաստ ենք զոհությունների գնալ, օտարների գործերը տպել ու տարածել, բայց ափսոսում ենք մեր գրականության վրա փող ծախսել։ Հայ գրականությունը թարգմանող ռուս թարգմանիչներին վարձատրում էին հայերին, չէ՞։ Տերյանը մի կարևոր եզրահանգման եկավ, որ ապական մի բանից է կախված՝ կրթված կնոջից։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան պարտվում էր, և մեղքը գծում էր հպատակ ժողովուրդների, այս դեպքում հայերի դավաճանության վրա։ 1894 թվականից մինչև 1896 թվականները Սուլտան Համիդի իրականացրած կոտորածների զոհ էր գնացել 300,000 հայ, 1909-ին 300,000 խաղաղ բնակիչ։ Գաղտնի ժողովում թուրք պաշտոնյաները հայտարարել էին, որ պետք է հիմնովին ոչնչացնել հայերին ու հայերը Թուրքիայի համար թույն է և պետք է հեռացնել օրգանիզմից, արմատից պոկել հայությանը։ Պատերազմն ամենալավ պատրվակն էր այդ ցանկությունն իրականացնելու։ Հիմա Տերյանի հոգում զարկված, զրկված ու վիրավոր Նայիրի էր, ու նա չէր կորցնում երկիր Նայիրի փրկության հավատը։ Նա ամաչում էր մեր խեղճությունից, թուլությունից, որովհետև հենց դրանք էին, որ մեզ գծում էին օտարների աչքից։
Տերյանը անընդհատ զբաղված էր մի բանով՝ թարգմանել ու հրապարակել հայ գրականությունը։ Նրան այնտեղ օգնում էր կոշկին։ Որոշվեց, որ տպագրվելու է հայ գրականության ժողովածուն, որը հրատարակվում է 2 հատորով։ Նախատեսվում էր, որ այնտեղ դրվելու է մի մեծ հատված՝ Սասունցի Թավթից և Սայաթ Նովա։ Թարգմանել էին Անուշը, Աղավն ու Վանքը, Աղջկասիրտը, Փարվանան։ Տերյանն ուզում էր զինվորագրվել, Կովկասյան ռազմաճակատ կամավոր մտնել, բայց ճակատագիրը նրան հորդորում էր հետևել առողջությանը։ Կայծքում հեղձուկ կար ու զգում էր թոկախտի նշանները։ Ինքն ու Սուսաննան հազում էին իրարից թաքուն, բայց միայն հազը չէր, որ նրանք թաքցնում էին իրարից չտանջելու համար։ Սուսաննան երեխա էր սպասում, և Տերյանը այդ ուրախությունը ոչ մի կերպով հաղթահարել չէր ուզում։ Վերջապես այս տան լռությունը պիտի մանկանց ձայնով լսեր, բայց Տերյանի այս երազանքն էլ անկատար մնաց։ Ծնվեց աղջիկը, բայց մահացավ, իսկ Սուսաննան հազիվ փրկվեց։ 1916 թվականի հոկտեմբերին վերջնականապես հաստատվեց Վահանի թոկախտով վարակված լինելը։ Սուսաննան մեկնեց Ստավրապոլ, որտեղ նրան լավ կխնամեին։ Տերյանին թեև խորհուրդ էին տվել, որ Սուխում գնար, բայց միջոցներ չուներ ու մեկնեց Երևան, որտեղից հետո նպատակ ուներ Սուխում հասնելու։ Սիրտը կոտրված էր, սակայն 4 կողմից խնդրում էին դասախոսություն կարդալ։ Այդպիսի ընդունելություն Վահանը դեռ երբեք չէր տեսել։ Ծնվեց Տերյանի երկրորդ երեխան, մի աղջիկ, ում ծնվելով Վահանը նոր կյանք ստացավ։ Օգոստոսին մեկնեց Պետրոգրադ ու սկսեցին նորից տուն ու տեղ դնել։ Երկուսն էլ երջանիկ էին, փոքրիկ Լյասկայով։ Երկուսի առողջական վիճակն էլ բավական լավ էր։ Հայրենի հողն ու ջուրը, Սուխումի առողջարանը կազդուրել էին նրան, սակայն այս փոքրիկին էլ ապրել չվիճակվեց։ Ժամանակը Տերյանին չէր հերիքում։ Պետական կարևոր հույժ գաղտնի փաստաթղթեր էր ստանում ու աշխատում դրանց վրա։ Զբաղված էր Լազարյան ճեմարանի բարենորոգման գործերով։ Ժամանակավոր ապաստան գտած հայ գաղթականների օգնության կազմակերպմամբ։ Տերյանը ավելի էր նիհարել, գունատվել, դարձել չափազանց ջղային։ Արդեն կասկած չկար, որ թոկախտը բույն է դրել կրծքում։ Չնայած դրան, նա հավատում էր, որ վերաշինվելու է ավեր երկիրը և ապահովելու է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Տերյանը հավատում էր, որ հոկտեմբերյան հեղափոխությունը մեծ նշանակություն պիտի ունենա արևմտահայ հատվածի ազատագրման համար։ Նա երազում էր Հայաստանի խորհրդայնացման մասին ու վստահ էր, որ այդ ժամանակ շունչ կքաշեն հայ կրողները։ Բուժման նպատակով Տերյանը որոշեց գնալ Եսենտուկի։ Հիվանդությունը մեկ սրանում, մեկ թուլանում էր։ Թույլ էր ու անտրամադիր։ Անդադար մտածում էր Սուսաննայի մասին, սակայն նրանից լույս չկար։ 4 կողմը հոդվածներ էին, զեկուցակրեր զանգեր, որոնք անասելի հոգնեցրել էին բանաստեղծին, և նա միայն մի բան էր երազում՝ հեռանալ կնար ծառեր, ազատ լիներ։ 1919-ին առողջական վիճակը սկսեց ավելի վատանալ, և ընկերների պարտադրանքով մեկնեց Չերտվերիկովի առողջարանը։ Այստեղ օդը մաքուր էր, դեղեր էր ընդունում, նամակներ գրում ու ստանում։ Հիվանդանոցի կյանքը հետզհետե նրա համար դառնում էր ձանձրալի, և, չլսելով բժիշկների հորդորները, նա հեռանում է առողջարանից ու դարձյալ գալիս Մետրոպոլ հյուրանոց։ Նա շտապում էր, փորձում էր կարգի բերել ու ավարտել գործերը։ Ներքին ինչ-որ բան հուշում էր, որ այս կյանքում քիչ ժամանակ ունի։ Հազում է ու թաշկինակի մեջ արյան բծեր տեսնում։ Կուրծքը ճնշվում է ցավից, բայց չի բողոքում, եթե ուզի էլ չկա մեկը, ում կբողոքի։ Այս ընթացքում նա սկսեց հանդիպել Անահիտ Շահիջանյանի հետ, և աղջիկը սկսեց նրան հոգ տանել։ Շուտով պարզվեց, որ Անահիտը երեխա է ունենալու, և միաժամանակ Վահանին հանձնարարվեց գործուղման գնալ Ուզբեկստան, որը սակայն շատ վտանգավոր էր նրա առողջության համար։ Անահիտը դեմ էր գործուղմանը և հույս ուներ, թե Վահանը կհրաժարվի, իսկ Վահանը երազում էր այնտեղ գնալ, որովհետև այնտեղ էր եղբայրը՝ Ղազարը, և սա հնարավորություն էր նրան հանդիպելու։ 1919 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատվեց, որ նա պիտի գնա Տաշքենտ, անցնելով Սամարայով և Օրենբուրգով։ Անահիտը որոշեց Տերյանի հետ մեկնել, և նրանք վերցրին մի քանի օրվա սնունդ, դեղորայք, տաք հագուստ, փող ու ճանապարհընկան։ Ճանապարհին Անահիտի անհանգստությունը քանի գնում մեծանում էր։ Զգում էր, որ սա ճակատագրական է լինելու Վահանի համար։ Սամարայում նրա վիճակը ավելի վատացավ։ Անահիտը դարձյալ փորձում էր նրան հետ տանել, բայց իզուր։ Վահանի դեմքը սնքել էր, աչքերը փոս ընկել, անընդհատ ջերմություն ուներ։ Շուտով կորցրեց նաև ուտելու ցանկությունը։ Սկսվեցին ստամոքսի ցավերը, դեղերը վերջացել էին, անգամ թեյ չունեին և բավարարվում էին տաք ջուր խմելով։ Հասան Օրենբուրգ։ Վահանը արդեն անկարող էր որևէ բան անել, և Անահիտը կարողացավ համոզել նրան, որ մնան իր ծանոթներից մեկի տանը։ Տերյանը
Հիմա միայն մի բան էր խնդրում՝ փրկել իրեն։ Օհանյանների տանը նրան լավ են խնամում։ Այստեղ էլ նա հիշում էր Սուսաննային եւ նրանից հարցուփորձ անում։ Հավատում էր կարմիր բանակի հաղթանակին եւ դրանով իր հայրենիքի փրկությանը։ Օրեցօր նրա վիճակը վատանում էր եւ նա անդադար հիշում է Ջավախքը, մտովի հայրենի տան հարազատների հետ։ Արդեն խոստովանում էր, որ չպիտի գար այս ճամփորդությանը ու իր հետ չարչարել նաեւ Անահիտին։ Հիմա միայն մի բանի մասին էր երազում, որ առողջ երեխա ծնվեր։ Բժիշկը հուսադրող ոչինչ չասաց եւ երկրորդ անգամ նույնիսկ չայցելեց։ Ստիպում էր, որ Անահիտը դաշնամուր նվագի ու ժամերով լսում էր։ Ջերմությունը իջել էր 35.6, ամանոր էր, ու տանեցիները որոշեցին նրան ուրախացնել։ 1920 թվականի հունվարի 4-ն էր, այլևս ոչ թթվասնի բարձ կար, ոչ կրիոտոզ։ Տերյանը Անահիտին մեղադրում էր, որ չի կարողանում դեղեր ճարել։ Ուզում էր Մոսկվա գնալ, եւ Անահիտը կարողանում է հունվարի 7-ի համար վագոն ստանալ։ Հունվարի 6-ին 3 բժիշկ այցելեցին նրան եւ ասացին, որ այլևս ոչինչ անել հնարավոր չէ։ Այս գիշեր նա չքնեց եւ Անահիտին անընդհատ հարցնում էր, թե ում համար է ավելի դժվար՝ մեռնողի, թե նրա հարազատների։ Այստեղ էլ եղավ բանաստեղծի վերջին հանգրվանը։ Նրան թաղեցին Օրենբուրգի քաղաքային գերեզմատանը։